Պանզումյան չափած լինի, թե անչափած, եթե խաղամոլությամբ քայքայում է մարդու կյանքը։ Այսինքն մենք գիտենք, որ այս երիտասարդի պատճառով այս ընտանիքը քայքայում է, ի՞նչ է նշանակում չափահաս մարդ։ Ուրեմն չափահաս լինի, ուզած անչափած, եթե անխելքը պետք է միջոցներ գործադրել, այլ հարց է, որ ժամանակ ունենք զուտ նաև այն իմաստով, եթե կառավարությունը իսկապես գտնվում է, որ հունվարի 1-ից դա դեռ քննարկման ենթակա է, ժամանակի իմաստով մենք խնդիր չունենք։ Մենք կարող ենք դիմել եւ մարդու իրավունքների ինստիտուտ, որպեսզի մեզ համապատասխան դիրքորոշում արտահայտեն, բայց ես կողմ եմ, որ անպայման դա լինի, որովհետև ասենք այդ մարդը փախնում է տնից ուրիշ տեղեր խաղում է, ընտանիքի անդամներից է գալի պարտքը ուզում են։ Եվ գիտենք, որ ինչպիսի ողբերգություններ են տեղի ունենում, այսինքն մենք սպասենք пассив հայեցողական կեցված կընտրենք, ասենք մեզ չի տարկվում, քանի որ ինքը համաձայն չի թող շարունակի դժբախտություն բերել, համաձայն չեմ ձեր առաջարկի, շնորհակալություն։ Շնորհակալ։ Այդ բոլոր առաջարկները դեռ քննարկելու ենք առաջին երկրորդ ընթերցում։ Պարոն Մինասյանը հարց պիտի տար, բայց մինչև այդ նախորդ հարցի հետ կապված պարոն Գևորգյան, եթե ավելացնելու բան ունեք։ Հարգելի գործընկերներ, եթե թույլ տաք, պարոն Բագրատյան, պարոն, ձեր հարցի հետ կապված որոշակի որպես վերահսկող մարմին պարզաբանում անեմ, որ հասկանալի լինի, թե օպերացիոն առումով դա ոնց է իրականացվում։ Նախ գործող օրենսդրությամբ արդեն ունենք որոշակի կարգավորումներ, որով ընտանիքի անդամները եւս իրավունք են ստանում որոշակի գործողություններ կատարել, բայց դա արվում է ոչ թե սոսկ որևէ մեկի դիմումով, այլ կա պատշաճ ընթացակարգ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորված եւ գործող օրենսդրությամբ դա արդեն կարգավորված հարց է։ Իհարկե այդ ընթացակարգը պարզ չէ եւ կարծում եմ այլ անձի իրավունք սահմանափակելը չի կարող շատ պարզ ընթացակարգ լինել, բայց գոյություն ունի ընթացակարգ, որով դա հնարավոր է անել։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, դուք նաև եթե ճիշտ հասկացա, պարոն Բագրատյան, ձեր հարցերն էր, որ եթե մեկին արգելափակում եք, ինչ երաշխիք կա, որ ինքը մեկ այլ անձի օրինակ օգտարշվով չի շարունակի գործունեություն կատարել։ Պարոն Սարգսյանը ճիշտ նշեց, որ քարտերի որոշակի սահմանափակում կա, այսինքն օգտահաշիվը պետք է կցված լինի հենց օգտահաշվի տիրոջ քարտին, բայց սա եւս չի երաշխավորում, որ ուրիշի հաշվով հնարավոր չէ խաղալ, քանի որ հնարավոր է գտնել մի օգտահաշիվ, որին կցված է մեկ այլ մարդու քարտ, ու դրանով շարունակել խաղալ։ Եվ այս խնդիրը իրականում օպերացիոն առումով կամ թվային առումով վերահսկել այս պահին այս տեխնիկական միջոցներով որ կան հնարավոր չենք համարում, սակայն մենք մեր առաջարկի հարցում ներկայացրել ենք օրինակ մի գաղափար, մի պահանջ օպերատորին, որ ենթադրելու է բիոմետրիկ նույնականացում ինչ-որ պահի եւ բիոմետրիկ նույնականացման պարագայում միայն հնարավոր կլինի ապահովել նման կարգավորման փաստացի գործունեություն, ու սա միայն այս կարգավորման մասին չի, սա ըստ էության ցանկացած կարգավորման մասին է։ Բայց այստեղ կա եւս մեկ սև խորշ, որի մասին ուզում եմ խոսել, դա ապօրինի խաղատներն են։ Մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք նայել, այդ թվում նաև միջազգային, օրինակ մեծ քառյակի անդամ PricewaterhouseCoopers-ը ուսումնասիրել էր Շվեդիայի շուկան եւ թե հարկային բեռի ավելացման պայմանավորված, թե սահմանափակումների ներդրման պայմանավորված, ինչպես է փոխվել այդ շուկան։ Ու ուսումնասիրության արդյունքը այն էր, որ խաղացողների ընդհանուր քանակը ըստ էության էականորեն չէր պակասել սահմանափակումների ներդրման պարագայում, այլ տվյալ խաղացողները սկսել էին ուղղակի օգտվել ապօրինի on-line կայքերից եւ ապօրինի խաղատներում էին սխալ, ինչը իր հետ բերում է բազմաթիվ այլ նեգատիվ մշակույթ, քրեական ենթամշակույթ, այսինքն բնականաբար տեղ պետք է լինեն մարդիկ, ովքեր կերաշխավորեն այդ շահման ստացումը, քանի որ ըստ էության պետական որևէ մեխանիզմ չկա դա երաշխավորելու եւ մի շարք այլ խնդիրների է հանգեցնում սև շուկայում գործունեությունը։ Մենք այս խնդիրը ունենք Հայաստանում եւս եւ նախորդ սահմանափակումներով պայմանավորված մենք տեսնում ենք տենդենց, որ կան որոշակի ապօրինի խաղատներ, որոնց անունները չեմ ուզի հնչեցնեմ զուտ գովաստ չանելու համար, բայց ըստ էության ամբողջությամբ արգելված ու ապօրինի գործունեություն են ծավալում, չունենալով Հայաստանում որևէ ֆիզիկական ներկայություն, չունենալով Հայաստանում գրանցված իրավաբանական անձ ու այսպիսով դուրս մնալով մեր տրադիցիոն վարչահարական լծակներից, այսինքն եթե կազմակերպությունը գրանցված է օրինակ Կիպրոսում կամ հիմնականում օրինակ գործում են Կյուրասաու կղզու արտոնագրով եւ չունեն Հայաստանում որևէ ֆիզիկական ներկայություն, ապա իրենց նկատմամբ վարչահարություն անելը ծայրահեղ անարդյունավետ է, այսինքն ոչ քրեական օրենսգրքով հնարավոր է որևէ գործողություն անել, առգրավել
քրեական վարույթ նախաձեռնել եւ այլն չի գործում այդ ամենը։ Դրա համար մենք սրան զուգահեռ դեռ սրանից ամիսներ առաջ շրջանառության մենք չենք դրեն նոր օրենքի նախագիծ, որով մի շարք սահմանափակումներ ենք ներդնում, դա եւս կառավարության հավանությունն է արժանացել եւ առաջիկայում կքննարկվի հանձնաժողովի նիստում, որով կփորձենք այս խնդրին որոշակի լուծում տալ։ Մեր կարծիքով բոլոր լուծումները հաշվի առնելով, նաեւ տեսնելով օրինակ մի շարք երկրներ, օրինակ Ռուսաստանում այս պայն մեծ ինտերնետի արգելափակումներ են գործում եւ նույնիսկ այդ ծավալի պետական մեքենայի ներդրումների պարագայում միևնույնն է շատ հեշտ շրջանցում են այդ սահմանափակումները հասարակ VPN օգտագործելով, այսինքն այն կարգավորումները, որ կբերենք, չեն երաշխավորի 100%-անոց արդյունք, բայց ամեն դեպքում կարծում եմ էական է, որ թե մենք, թե կենտրոնական բանկը, թե քննչական մարմինները իր ողջ լծակները օգտագործելով այս երևույթի դիմացը կարողանանք փակել, քանի որ ցանկացած կարգավորում, որ այսօր քննարկում ենք ու պիտի ներդնենք, մեր նպատակին չի ծառայի, որովհետեւ մեր նպատակն է որ մարդը չխաղա, իսկ եթե մարդը շարունակելու է խաղալ, ապա ստեղ ուղղակի ունենալու ենք ֆիսկալ կորուստ ուրիշ ոչ մի բան։